Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ից 21-ը երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Երևան։ Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածության ֆոնին այս այցը ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից։ Թեմային անդրադարձել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խնդրեմ։ Շնորհակալություն, բարի երեկո հարգելի բարեկամներ։ Սպասիբը Պուտինից մինչև Պուտին մարդասպան։ Հայաստանյան հայերի մասնակցությամբ ցույցերի էվոլյուցիան մեր աչքի առաջ էր։ Իհարկե կազմակերպիչներն ու գործող դեմքերն էին ուրիշ, բայց այն, որ Լավրովի Երևանյան այցի ժամանակ արտաքին գործերի նախարարության դիմաց ցույց է կազմակերպվելու, հայտարարել էին նախօրեին։ Արևմտյան կողմնորոշում ունեցող մի խումբ քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց ակցիա էին իրականացրել Լավրովի այցի դեմ բողոք արտահայտող մի շարք պաստառներ պարզելով։ Ռուսաստանի արտգործնախարարի ու նախագահ Վլադիմիր Պուտինի նկարներն էին տարածում, պահում էին ձեռքներին մարդասպաններ գրությամբ եւ մի քանի այլ կոչեր եւս հնչեցին։ Նրանց հետևում էին իհարկե ոստիկանները, ուժայինները ակցիայի մասնակիցներին հորդորեցին հեռանալ այդ հատվածից եւ ակցիան շարունակել օրինակ դիմացի մայթում, սակայն գործող դեմքերից բանակցությունների արդյունքում համաձայնության չեկան, արդյունքում հրմշտոց սկսվեց, ոստիկանները հավաքվածներին հրեցին դեպի դիմացի մայթ։ Բարեկամներ, անկեղծ սկզբում ես կարծում էի, որ իշխանությունների այսպես լուռ համաձայնությամբ է այս ամենը տեղի ունենում, նկատի ունեմ ցույցերի արտոնությունը, հայ-ռուսական այս կնճռոտ հարաբերությունների ֆոնին, իհարկե բազում անպատասխան հարցեր են եղել եւ կարծում էի, որ որոշակի օժանդակություն կա։ Ես գիտեմ նաեւ մեր հասարակության լայն շերտերի վերաբերմունքը Ռուսաստանի գոնե քաղաքականության առումով, որ ուղղված է մեր դեմ, բայց պատկերը երբ տեսա, նկատի ունեմ թե հրմշտոցը եւ թե եկեք լինենք անկեղծ, ցույցի մասնակիցների թիվը, ներկայանալու ձևաչափը, ասացի, որ ոչ, դժվար թե մեր իշխանությունները կապված լինեն այս ամենի հետ, նկատի ունեմ, որ եթե կապ ունենային, գոնե մարդաշատ կլիներ։ Հետաքրքրական է եւս մեկ դրվագ։ Շնորհակալության խոսքեր չեղան։ Դե նկատի ունեմ մեղադրական սպառնալիքներ, մեղավորներ եւ այլն այս ամբողջ տրամաբանության մեջ լավ կլիներ, որ եթե մի կողմից մեղադրանքներ են եղել, մյուս կողմից երախտիկի խոսքեր հնչեին։ Գիտեք, մեզ մոտ գոնե ընդդիմության մի մեծ դաշտ շատ պրոռուսական դիրքորոշում ունի, ընդդիմության առաջնորդներից մեկը ընդհանրապես բացեբաց մի քանի անգամ Ռուսաստանին միանալու մասին է խոսել, միութենական պետության տրամաբանությամբ, ավելին մեր հայրաքաղաքի ղեկավարը ցանկանում է անգամ Հայաստանը Բելարուսի օրինակով տեսնել Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ։ Պարոն Ղուկասյան, ի վերջո դուք կողմ եք, թե ոչ միութենական պետությանը։ Կողմ եմ։ Բելարուսի սկզբունքով։ Այնուամենայնիվ Լավրովը շրջում էր ժպիտով եւ կարծես ամեն ինչ նորմալ էր գոնե արտաքնապես։ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ բաց թեմաների մասին խոսելու եւ անգամ այն թեմաների մասին, որոնց վերաբերյալ կողմերը տարբեր տեսակետներ ունեն, մասնավորապես Հարավային Կովկասում զարգացող գործընթացների վերաբերյալ։ Լավրովը նաեւ հավելեց, որ վերջին տարիներին Մոսկվայի եւ Երևանի միջև հարաբերություններում նրբություններ են առաջացել դիրքորոշումներում, թե ինչպես են կողմերը տեսնում հարաբերությունների դաշնակցային եւ ռազմավարական գործընկերության հետագա զարգացումները, այդ թվում ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Ես հիշեցնեմ, որ մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, ընդհանրապես ես հասկանում եմ Հայաստանի գոնե պաշտոնական դիրքորոշումը այս ամենի շուրջ, մենք վիրավորված ենք, հերթական անգամ մեր սպասելիքները բոլորովին այլ էին, մեր երազանքները նույնպես այլ էին, իդեպ մենք վաղուց պիտի գոնե պատմական իմունիտետ ձեռք վերացրինենք, որ Ռուսաստանի հանդեպ մեր սպասումները այդքան էլ հաճախ չեն իրականանում, քանզի տեր փնտրող ժողովուրդը միշտ էլ ծառայ է մնում, բայց պատմական առումով կարծում եմ վաղուց ժամանակն է հասկանալու, որ
Ընդհանրապես կայսրությունները, բոլոր կայսրությունները գաղութների տրամաբանությունից դուրս են գործում։ Այնտեղ վերևներում բոլորովին այլ հոսանքներ են, բոլորովին այլ քայլեր, կայսրության տրամաբանությունն էլ ուրիշ է։ Ընդհանրապես մետրոպոլիան եւ գաղութը բոլորովին այլ օրակարգեր են ունենում։ Մեզ մոտ հաճախ են խոսում ինքնիշխանությունից, սուվերենությունից, յուրաքանչյուր ոք կապ չունի իշխանությունը, ընդդիմությունը, այդ բառերը շատ հաճախակի են օգտագործում։ Բայց իրական ինքնիշխանությունը գիտեք երբ է հաստատվում։ Իրական ինքնիշխանությունը հաստատվում է այն ժամանակ, երբ կայսրությունը օրինակի համար մի փոքրիկ աննշան ճանապարհ է փակում ու քո ազգային անվտանգություն հանդիսացող ծիրանը չի նեխում վրացական սարերում։ Մտածեք այդ ուղղությամբ։